Ազգային ժողովի հերթական թեժ նիստին վերադառնանք, Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ այս պահին հայ առաքելական եկեղեցին ավելի շատ հետևորդներ ունի, քան երբևէ, եւ եթե ազգային եկեղեցին պաշտպանելու համար պետք է բանտարկեն, ապա ըստ դաշնակցական պատգամավորի Հայաստանի բանտերում դժվար թե կարողանան բոլորին տեղավորել։ Ես չեմ պատրաստվում այդ բառապաշարով անդրադառնալ ձեր բոլոր գրառումներին եւ մտքերին, ճիշտն ասած, որ շատ էլ ուզենամ, չեմ էլ կարող։ Դուք անմրցելի եք այդտեղ հատակը անդադ ծագելու մրցույթում, չնայած չէ, մի քաղաքական գործիչ կա, որ մրցում է այդտեղ ձեզ հետ, եւ դա քաղաքական գործիչ Աննա Հակոբյանն է, ամեն դեպքում ձեր ընտանիքին է պատկանում անընդհատ հատակը ծագելու մրցանակը։ Հայ ժողովրդին հիմա չի հետաքրքրում։ Գնացեք, հենց հիմա Բաղրամյանում ցույց անող անհետ կորածների ծնողներին տեսեք, որ հարցն է հետաքրքրում։ Հետաքրքրում է արդյոք սրբազաններից որևէ մեկը ենթադրյալ կուսակրոնության ուխտը խախտել է, թե իր երեխան որտեղ է։ Հարց ինձ այսօր այստեղ բերող վարորդին տաքսում ագարակից չէր հետաքրքրում կուսակրոն հոգևորականներից որ մեկն է ուխտը խախտում։ Հետաքրքրում էր հեղուկ գազը ինչու է այդքան թանկացել։ Կուսակրոն հոգևորականների ենթադրյալ իրենց ուխտը խախտելու հետևանքով, ջերմուկում հիմա թուրքերը։ Կուսակրոն հոգևորականների ենթադրյալ իրենց ուխտը խախտելու հետևանքով եք դուք Սոնա Մնացականյանին ավտոյի տակ գցել եւ հեռացել։ Մեր ո՞ր մի խնդիրն է այս խնդրի հետ կապված։ Ուրեմն ինչի՞ եք այս խնդիրը արհեստականորեն օրակարգ բերել։